Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի հերթական թողարկումը։ Կոպենհագենում այսօր Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերը ընդգծել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում թրիփ նախագծի իրականացման առաջընթացը։ Մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Կողմերը կարևորել են վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը եւ համաձայնել են շարունակել շփումները։ Կոպենհագենում տեղի ունեցել նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները, վերահաստատել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ թրիփ նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, կողմերը անդրադարձել են նաև Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին եւ թրիփ նախագծի իրագործմանը, ընդգծվել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը։ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականությանը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջնորդությամբ խորհրդարանում գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծն է։ Այն ներկայացրել է իշխող խմբակցության ղեկավարը Հայկ Կոնջորյանը, նշել է, որ ըստ էության հաստատվել է խաղաղություն եւ ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, ընդգծելով խաղաղության հաստատման կարևորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հարատեվության համար, հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու եւ ժողովուրդների միջև բարի դրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա, աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին։ Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը եւ ստորագրմանն ուղղված ջանքերը։ Կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման (TRIP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը։ Վերահաստատում է, որ մարդկային անասենի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարի դրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Եվ ամփոփելով Կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից հաստատված խաղաղության հարատեվությունն ու հուսալիությունը հանուն հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։ Քիչ առաջ Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել նշելով, որ այս հայտարարությունը չի ապահովում հայ ժողովրդի կենսագործունեության նվազագույն պահանջները։ Եվ բացի այդ, սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ես ուզում եմ, որ դուք հիմնավորեք, թե ինչու է հակառակը եւ հետաքրքիր է դուք Վաշինգտոնյան համաձայնագրերում ինչ նվաստացուցիչ կետեր եք տեսնում։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի պետության գլխավոր շահն է։ Այդ թե ինչու խաղաղությունը, այդ գլխավոր շահը չի համընկնում Հայաստան դաշինքի եւ խորհրդարանական ընդդիմության շահի հետ։ Այդ դա բոլորովին այլ հարց է։ Խաղաղության ամենագլխավոր կռվանն ու փաստարկը սա է։ Վերջին 1 տարի 7 ամսում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Վերջ, այստեղ կարելի է վերջակետ դնել։ Եվ մեր խնդիրն է նա, որ այդ 1 տարի 7 ամիսը դարձնել 17 տարի, 50 տարի, 100 տարի։ Ես չեմ կարող պատկերացնել ինչով է պայմանավորված, որ ընդդիմադիր մամուլը եւ նաեւ մեր գործընկերները փորձում են օգոստոսի 8-ի համաձայնագիրը կապել ամեն ինչ հետ բացի խաղաղության։ Ընդդիմությունը շահագրգռված չէ խաղաղությամբ, որովհետեւ ընդդիմությունը կոնֆլիկտը դրել է Հայաստանի Հանրապետության հիմքում։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ իրենց կառավարման թիմերը Հայաստանի Հանրապետության պետականությունը ականապատել են կոնֆլիկտով։ Ընդդիմությունը ինքը մշտապես փախչում է ուղիղ բանավեճից, ուղիղ խոսակցությունից։ Հենց հիմա իրենց բացակայությունը այստեղ ինչի մասին է խոսում, որ իրենք չունեն փաստարկ։ Փաստարկ չունեն, կռվան չունեն, որպեսզի գան եւ այստեղ ուղիղ փաստարկով բանավեճի միջոցով փորձեն ապացուցեն, թե ինչով է խաղաղությունը վատ։ Եվ գիտեք ինչ, մենք պիտի նաեւ որպես հանրություն իմունիտետ ունենանք տարատեսակ տեղերից տարբեր մարդկանց շուրթերով հնչող ամենատարբեր խոսույթներին եւ ամեն մի բառից բառակապակցությունից հետո ցնցումների մեջ չընկնենք, որովհետեւ պարզ է, չէ՞ որ խաղաղությունը կառուցելը բարդ գործ է։ Եվ եթե մենք ամեն անգամ, ամեն մի սադրանքից գլուխներս այսպես գլխապատառ փարխնենք, ասենք, վայ, այս ինչ եղավ, աշխարհը փուլ է գալիս, մեր փոխարեն ով է այդ խաղաղությունը կառուցելու։ Ընդդիմության շահը հենց դա է, որ մարդկանց գցի ցնցումների մեջ, մարդկանց պահի վախերի մեջ, բայց մենք որպես պետություն, որպես կառավարող մեծամասնություն մեր ժողովրդի հետ միասին պիտի կարողանանք հանգիստ նյարդերով, հիմնվելով լեգիտիմության վրա, պաշտպանենք եւ զարգացնենք խաղաղությունը եւ ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիա ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպման ընթացքում կարևորվել են երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, նաև Եվրամիության շրջանակներում համագործակցության սերտացումը։ Անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովին։ Դեսպան Բուշը նշել է, որ Գերմանիան պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունն ու ապահովել լայն մասնակցություն այս միջոցառումներին։ Անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2003 թվականի առուվաճառքի պայմանագիր եւ գլխավոր դատախազության հայցի հիման վրա հողատարածք է վերադարձվել պետությանը։ Որոշումը ընդունվել է կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Կառավարությունը պետական գույքի կառավարման կոմիտեին կամրացնի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող ավելի քան 18 միլիոն դրամ արժեքով 735 քառակուսի մետր հողամասը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի խոսքով հողամասը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով։ Անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի եւ Մարինե Վարդանյանի միջև 0102-2003 թվականին կնքված առողջարքի պայմանագիրը ու դրա հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռի հիման վրա 2025 թվականի օգոստոսի 5-ին նշված հասցեում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Գլխավոր դատախազի դիտարկմամբ այս հողամասն ունի նպատակային նշանակություն եւ ի տարբերություն նախորդ գույքերի պետությունը այն կարող է մասնավորեցնել, այնտեղ կարող են կառուցապատում իրականացնել։ Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրեց նաեւ վերջին 9 ամիսների ընթացքում պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքը։ Մենք Հայաստանի Հանրապետությանն ենք վերադարձրել միայն այս լիազորության շրջանակում շուրջ 10 միլիոն 276 հազար ամերիկյան դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք, բացի դրանից 2 մանկապարտեզ եւ 1 մարզադաշտ։ Բացի այդ, բռնագանձվել է 654 հազար ամերիկյան դոլարին համարժեք 249 միլիոն դրամ։ Կրկնեմ, սա միայն պետական համայնքային շահերի պաշտպանության մեր լիազորության շրջանակներում է։ Հիփոթեքային վարկի վճարման տոկոսների գումարի վերադարձի միջոցառման շրջանակներում էլ անհրաժեշտություն է առաջացել բյուջեում վերաբաշխում կատարել։ Այդ անհրաժեշտությունը բացատրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Էդուարդ Հակոբյանը հիշեցրեց 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները եւ այդ սահմանափակումների հետևանքով շահառուների թվաքանակը 2024 թվականի վերջին կտրուկ ավելացել է։ Այն ժամանակ, երբ արդեն պետական բյուջեն ընդունված էր։ Ըստ ՊԵԿ նախագահի, եթե 2024 թվականին այդ ծրագրի շահառուները եղել են 50 հազարը, ապա այս տարի արդեն 62 հազար են, այսինքն 12 հազարով շահառուների թվաքանակը աճել է եւ շահառուների թվաքանակի աճով պայմանավորված Հակոբյանի խոսքով տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել գումարների միջերամսյակային վերաբաշխումներ անել։ Մասնավորապես 25 թվականի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել եւ այդ 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդ ծախսել ենք եւ 70 միլիարդը որպեսի թվի կարգը մեզ հուշի թե ինչի մասին է խոսում, դա ավելի մեծ է, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Անցած տարի մենք ունեցել ենք 69 միլիարդ եւ հիմա այս միտումները հաշվի առնելով պատշաճ միջոցներ ունենալու եւ մեր այս ծրագրից օգտվող մեր քաղաքացիներին պատշաճ աջակցելու համար անհրաժեշտություն կա եւս 12.6 միլիարդ դրամով ավելացնել մեր տարեկան ծրագիրը։ Ըստ կանխատեսումների այդ ավելացումն արդեն տարեվերջին կկազմի մոտ 28 միլիարդ դրամ։ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել ծրագրի մեկնարկից ի վեր։ Կառուցապատման ոլորտում ստվերից դուրս է եկել ակնհայտորեն։ Եվ մի կողմից իհարկե ծախսերը շատ մեծ են, բայց մյուս կողմից ենթադրում եմ, որ հարակից էֆեկտներն էլ են շատ բարձր, որովհետև իրոք սա, եթե 100 միլիարդին մոտ գումար ծախսում եք տոկոսների սուբսիդավորման վրա, դա նշանակում է, որ
բավականին մեծ պորտֆել ունենք արդեն եւ հաճախորդների շահառուների թիվն էլ 62000 բավականին լուրջ է։ Այնուամենայնիվ փոխվարչապետը ենթադրում է, որ այս աճը դանդաղելու է, թեև ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց Երևանից դուրս կառուցապատման ընթացքը կարող է բերել շահառուների աճի։ Ոլորտը էապես խթանված է, երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճեր ունի, եթե օրինակ հունվար-օգոստոսով նայենք, շինարարությունը 20%-ով աճում է, եւ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, այսինքն հարկային մուտքերի մեջ եթե նայենք, ինքը առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող, իսկ ինչ վերաբերում է ապագա միտումներին, ապա այս պահի կանխատեսումներով առաջիկա 1-2 տարին դեռ աճի տրենդ կունենանք։ Կառավարությունը կշարունակի նաև ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիրը նոր պայմանով, այն է 2% սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում։ Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 8%-ային կետով, տրամադրվող վարկի 3-ից 9 միլիարդ դրամի գումարի մասնաբաժինը 7%-ային կետով, տրամադրվող վարկի 9 միլիարդ դրամից ավելի մինչև 15 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 6%-ային կետով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով են ավելի քան 300 հեկտարը։ Նախ նշեմ, որ ՀՀ-ից արտահանվող բանջարեղենի գրեթե 100%-ը դրանք ջերմոցների եւ ջերմատների արտադրանքն է, այսինքն եթե ոչ ջերմոցի կամ ոչ ջերմատան է, ապա գրեթե չի արտահանում, որովհետեւ դրանք արտահանման համար հետաքրքիր ապրանքային արժեք չունեն։ Այս առումով նշեմ, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121800 տոննա պտուղ բանջարեղեն, ուրեմն նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108600 տոննա ենք արտահանել, այսինքն այս տարի 13.6000 տոննա կամ 12% ավելի շատ ենք արտահանել։ Ըստ Պապոյանի ներկայացրած տվյալների, աճել է նաև ծաղիկների ու մրգերի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարը գործադիրի անդամներին ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որի ստորագրմանը հավանություն տրվեց։ Այս համաձայնագիրը Գերմանիայի կողմից ոչ թե վարկային միջոցներով, այլ գրանտային օժանդակություն է ենթադրում մի շարք ոլորտներում։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք կարճ դադարից հետո։
Ռուսաստանի եւ Վրաստանի վերին Լարսի սահմանային անցակետում ներդրվել է նոր ամրագրման էլեկտրոնային համակարգ, այդ մասին հայաստանյան բեռնափոխադրողներին նախապես տեղեկացրել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ նոր համակարգի մասին է, ինչ խնդիրներ այն կլուծի։ Ժամանակակից նորամուծություն է, խոսքը թվային նոր հարթակի մասին է, որի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել եւ ամրագրել այն օրը եւ ժամը, երբ բեռնատարը հասնելու է անցակետ։ Դրա համար անհրաժեշտ է նախապես գրանցվել public.epd գծիկ portal.ru այդ կայքում, պետք է ուրեմն էլեկտրոնային հասցեն գրանցել, անձնական տվյալները, ստեղծել անձնական կաբինետ եւ դա հնարավորություն կտա անել այնպես, որ տեղում արդեն առանց որևէ խցանումների ավելի արագ այդ անցնել այդ պրոցեդուրան։ Նույն համակարգը գործելու է նաեւ այլ անցակետերում, մասնավորապես Չինաստանի, Ղազախստանի, Լիտվայի եւ Ադրբեջանի սահմաններին։ Այնտեղ արդեն տեղադրվել են համապատասխան տեխնիկական սարքավորումները, ինքնասպասարկման տերմինալները, այն համակարգերը, որոնք ավտոմատ կերպով ընթերցում են բեռնատարների համարները, տեղեկացման մասին տաբլոները եւ այլն։ Երեկվանից այդ համակարգը, կարծեմ այսօրվանից այդ համակարգը արդեն գործում է եւ առաջին ժամերի ընթացքում որևէ խոչընդոտ լուրջ չի ստեղծվել, ամսի 28-ից արդեն հնարավոր էր գրանցվել եւ այդ թվում նաեւ հայ բեռնափոխադրողներ հասցրել են գրանցվել այդ համակարգի միջոցով եւ հուսով եմ, որ արդեն այսօր նրանցից մի քանիսը Հայաստան են հասել օգտվելով այս նոր ժամանակակից համակարգից։ Այդ համակարգը, ինչպես ասացի, թույլ է տալիս արագացնել որոշ պրոցեդուրաներից, ձեռնպահ մնալ այն խառնաշփոթից ավելնորդ, ուրեմն, որը հաճախ տեղի է ունենում, եւ նշեմ, որ այդ ամենը իհարկե անվճար է, եւ այս ժամանակից տեխնոլոգիան կարծում եմ նաեւ կարեւոր կլինի մեզ համար, հաշվի առնելով այն, որ հավանաբար այն կիրառվի նաեւ այդպես կոչված այդ Թրամփի ուղու գործարկման դեպքում։ Ընդգծեմ, որ այս համակարգը գործում է միայն Ռուսաստանից Վրաստան գալու ճանապարհին, Վրաստանից Ռուսաստան դեռևս ոչ մի այդպիսի նոր բան չկա։ Արտյոմ, հիմա ինչ իրավիճակ է վերին Լարսում։ Բավական շատ են, ոնց հասկանում եմ, հայկական բեռնատար ավտոմեքենաներն, որոնք կուտակված են Լարսում ռուսական կողմից, սողանք էր տեղի ունեցել սեպտեմբերի սկզբին, այդ